Օր 15-րդ Իրանում ցուցարարների եւ կառավարական ուժերի միջև բախման արդյունքում զոհերի թիվը տարբեր տվյալներով, նաեւ միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ մի քանի հարյուրի է հասնում։ Տեղեկություններ տարածվեցին, որ զոհվածների մեջ կա նաեւ Իրանի հայ քաղաքացի։ Համացանցում տեսանյութեր տարածվեցին։ Իրանի փողոցներում դիահերձարանների դիմաց հերթեր են։ Իրանում ստեղծված լարված ֆոնին Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմն է քննարկումներ անցկացրել Իրանի վրա հնարավոր հարձակման համար։ Դրան զուգահեռ Թրամփը հայտարարել է, թե Իրանի ղեկավարությունը բանակցությունների խնդրանքով դիմել է իրեն։ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Թրամփը սակայն վերջնական որոշում չունի եւ քննարկվում են մի քանի տարբերակներ։ Իրանի առաջնորդները զանգահարել են, որ հանդիպումը կազմակերպվի։ Նրանք ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչև հանդիպումը։ Թրամփը ինքը սկզբից փորձում է ուշ կիրառի, հետո նոր բանակցային սեղանի շուրջ նստի։ Իր, այսպես ասած, ձեռագիրն է տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում։ Սկզբից ճիպոտ, հետո նոր արդեն անցնում է այս բանակցային գործընթացներին։ Ռազմական հարցերով փորձագետը սակայն հնարավոր չի համարում, որ ԱՄՆ-ն իր դեմքով գնա որևէ ռազմական գործողության։ Այստեղ ըստ Հովհաննիսյանի կարևոր է Իսրայելի դերակատարությունը։ Այդ երկիրն ավելի շատ շահագրգռվածություն ունի հարվածներ հասցնելու Իրանին։ Հնարավոր եմ համարում Իսրայելի կողմից հարձակումները, բայց ոչ այլ որևէ երկրի։ Միգուցե, ինչպես որ նախադեպը դրա եղել է, որ Իսրայելը իր դաշնակիցների տարածքները, օդային տարածքները օգտագործի։ Իրանական փորձն է ցույց տվել, յուրաքանչյուր ռազմական հարձակման Իրանը արժանի հակահարված է տալիս։ Դրանք կարող են լինել տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան եւ իսրայելական բազաներ, դեսպանատներ։ Թե Ամերիկան եւ թե Իսրայելը փորձում են իշխանափոխություն իրականացնել, ինչը որ էականորեն կնվազեցնի նաեւ թիրախների վրա հարձակումը Իրանի կողմից, դեսպանատների, ամերիկյան ռազմաբազաների եւ այլն եւ այլն։ Ռազմական փորձագետի դիտարկմամբ, ինչպես Իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմի դեպքում, այս անգամ էլ Իրանի հանդեպ հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանը չի խառնվի գործընթացներին, գտնվելով Ուկրաինայում ինտենսիվ ռազմական գործողությունների մեջ։ Այստեղ կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը։ Այդ երկիրը ծանրության ուժը Միացյալ Նահանգների կողմն է պահել եւ այդքան էլ դեմ չէ, որ Իրանում իշխանափոխություն տեղի ունենա։ Ադրբեջանի պարագայում այս անգամ ըստ փորձագետի Ալիևը բաց խաղաքարտերով է իրականացնելու իր գործողություններն Իրանի դեմ։ Նախորդ անգամ Ադրբեջանը չի պատժվել Իրանի կողմից, այլ նախադեպը եղել է, գործողությունները եղել են եւ Իրանում է համոզված են, որ եղել է, բայց ամեն դեպքում չի պատժվել։ Ցանկացած ագրեսիա մեր դրա բացասական հետևանքի ունենա։ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն է գնահատական տվել երկրում ստեղծված վիճակին, հայտնելով, թե այդ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ է ընթանում։ Իրանում արտասահմանյան դեսպանների հետ հանդիպմանը Արաղչին հայտնել է, թե սկզբում ցույցերը խաղաղ էին։ Իշխանությունները բանակցություններ են սկսել գործարարների հետ տնտեսական խնդիրներին լուծում գտնելու նպատակով, սակայն հետո ըստ Արաղչի ցուցարարներին ահաբեկչական խմբավորումներ են միացել։ Իշխանությունները հստակ ապացույցներ ունեն, որ ցուցարարները կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Այս ֆոնին ԱՄՆ-ն Իրանին սպառնում է բռնությամբ եւ ապակայունացմամբ։ Ճնշումներ են Իրանի վրա գործադրվում նաև եվրոպական երկրներից։ Իրանում ստեղծված իրավիճակին արձագանքել են նաև Եվրամիությունից։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն է պատրաստակամություն հայտնել լրացուցիչ պատժամիջոցներ առաջարկել ի պատասխան ցուցարարների հանդեպ դաժան ճնշումների։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։